Բարև պարոն Սիմոնյան, լսում եմ ձեզ։ Պարոն Մաշյան, իմ բոլոր այն հաղորդումները հանցագործությունների մասին որևիցե մեկին ոչ թե մերժվել է քրեական գործ հարուցումը մերժվել է, այլ պարզապես բառի բուն իմաստով պարտակվել, թաքցվել է, որևիցե ընթացք չկա։ Սա մեկ։ Երկրորդը, ուրեմն Նիկոլա Փաշօղլին ինքը ուրեմն հայտարարեց, որ մինչև արդենից պատերազմ սկսել է, արդեն նախ կանխավ պետք է հանձնեին տարածքները, այսինքն կանխավ նա հայտարարեց, որ փաստացի տարածքների վաճառքը, տարածքների հանձնումը, մեր երեխաների զոհաբերումը եղել է ծրագրված, պայմանավորված, այսինքն պետական դավաճանության փաստը առկա է։ Հիմա այդ հանցագործ իդեպ, կներեք, իդեպ բոլոր համակարգերն էլ դրա մասին քաջատեղյակ են եղել, որովհետև ինքը այդ բոլորը ներկայացրել է հրապարակավ նույն այս բանի, այս լրատվական համակարգերի ներկայությամբ մասնակցությամբ։ Այսինքն ինքնախոստովանությունը առայն, որ ինքը պետական դավաճան է, դա առկա է։ Դուք պարոն Սիմոնյան, Այո։ նորություն եք ասում, դուք եթե դուք բազմիցս արդեն իսկ ներկայացրել եք։ Եթե պարոն Մաշյան, եթե ես դա նորություն չի, ապա ինձ համար արդեն իսկ տարօրինակ է, դուք դրանով փաստում եք, որ բոլոր համակարգերը դրան անմիջական մասնակցություն ունեն եւ նույն պետական դավաճանության մեղադրանքը, մեղքը բոլոր համակարգերի, ոնց որ ասած, վզով է, ճիշտ է։ Ես նման բան չեմ փաստում, եւ ձեր ընդհանրապես ներկայացրած հաղորդումն եմ ասում։ Դե ես դրա այդ հաղորդումները տվել եմ բոլոր համակարգերին ու դուք էլ դրան քաջատեղյակ եք։ Բացի դա նորից եմ ասում, բոլոր համակարգերին ներկայացված փաստերը որևիցե կերպ, որևիցե համակարգ կոչվածի կողմից չի հերքվել։ Անկամ հակառակ ասում են դա մեր լիազորությունների մեջ չի, բայց քրեական դատավարության 190 հոդվածի 4-րդ մասով նախատեսված հստակ ասում է, որ ըստ լիազորության ուղարկելու իրավասության մասին քրեական դատավարության 171 հոդվածն էլ ասում է հանցագործության մասին հայտարարություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը քրեական գործ հարուցելու մերժելու մասին եւ երրորդը հաղորդումը ըստ ենթակայության ուղարկելու մասին, բայց ոչ թե դա մեր լիազորությունների մեջ չի մտնում եւ դրանով փախնեն պատասխանատվությունից։ Պարոն Սիմոնյան, մենք որ այսքան զրուցել ենք, մենք ձեզ փոխանցել ենք, որ դուք մեզ ինչ հաղորդում տալիս եք, մենք ընդունում ընդհանրապես փոխանցում ենք։ Հետագա գործարքների հետ կապված մենք ոչ մի տեղեկություն չենք կարող ձեզ հայտնել։ Այսինքն մենք ինչ անենք, լավ, այդ դեպքում թողենք պետությունը, պետականությունը ծախվի, այսինքն մասնակից եք լինում այս բոլոր հանցագործություններին փաստացի։ Այսինքն եթե մենք չենք դիապետում են հայ ինֆորմացիային, թե հետագա գործողությունը ինչ անելու, մենք մասնակից ենք լինում, տենց է դուրս գալի։ Ոչ թե, բայց ոնց եղավ, մի րոպե, կներեք, էլ են։ Պարոն Սիմոնյան, մի րոպե, եթե մեր գործառույթի մեջ չի դա, մենք ստանում ենք բողոքը կամ հաղորդումը կամ հանցագործության մասին հաղորդումը, փոխանցում ենք ըստ վերադասության կամ ըստ տարածքային կարգի։ Լավ, հիմա ես ձեր հարցի պատասխանը տամ։ Ուրեմն քրեական իրավունքի մեջ հստակ օրենք կա, ըստ որի ամրագրված է, որ տուժողը լիազորված է նույն դադաղազի լիազորություններով։ Հիմա, տեսեք, ըստ էության եւ դուք եք տուժող հանդիսանում, որովհետեւ բնակվում եք Հայաստան Հանրապետությունում, ճիշտ է։ Փաստացի։ Ճիշտ է։ Եվ այն բոլոր հանցագործությունները, որը կատարվում է մեր պետության դեմ, մեր ազգի դեմ, դուք դրան անմիջական, ոնց որ ասած, հանդիսանում եք դրա տուժվող հատվածը, ճիշտ է։